Արուշ Արուշանյան, Գորիսի քաղաքապետ։ Իմ 8 տարվա ղեկավարման ընթացքում որևիցե ծառ չեմ կտրել, ոչ էլ հանձնարարել եմ ծառ կտրեն, այլ հակառակը մենք շատ հետևողական ենք բոլոր քաղաքում, որ որևիցե հատվածում չլինեն բնակիչների կողմից ծառայատուններ։ Արմեն Բեգոյան, Երևանի կանաչապատում հիմնարկի ղեկավար։ Գիտեք մի բան էլ, եթե մենք ասում ենք 23 ծառ ենք հատում, հատման թույլտվությունները տալիս ենք մենք։ Հետևաբար, եթե 23 չի ավելի ծառայեք, ավելի թույլտվությունը կտայինք մենք։ Երևան քաղաքում ծառերի հատման որոշում կայացնում է մի կառույց, որը ղեկավարում է Արմեն Բեգոյանը։ Երևան քաղաքում ծառերի հատման թույլտվություն տալիս է Արմեն Բեգոյանի ղեկավարած կառույցը։ Երևան քաղաքում ծառերի հատումը, այդ process-ը իրականացնում է Արմեն Բեգոյանի ղեկավարած կառույցը։ Երևան քաղաքում այդ ծառերը տանում, տեղավորում ու բաժանում է այդ ծառի փետը, էլի, բաժանում է չունևոր ընտանիքներին, չգիտեմ, կանաչապատման աշխատակիցների միջև կամ ԵԱՍՄ-ի աշխատակիցներին Արմեն Բեգոյանի ղեկավարած կառույցը։ Երևան քաղաքում ծառերը կտրելու համար տուգանում է կամ թույլտվություն տալիս է Արմեն Բեգոյանի ղեկավարած կառույցը։ Երբ որ բողոքում ենք ոստիկանություն կամ ընդերքի տեսչական մարմին, որ Երևանում սխալ տեղ ծառահատվել, կանաչ ծառահատվել, փարթամ առողջ ծառահատվել, թե ոստիկանությունից, թե ընդերքի տեսչականից, համենայն դեպս մինչև այսօր հղում է արվում նրան, որ դե մասնագիտական կառույց է որոշում կայացրել։ Այսինքն, եթե ուղղակի Արմեն Բեգոյանը մի օր որոշի, որ Երևանի բոլոր ծառերը հատում են, փաստացի ոչ մեկ չկա, ոչ մի կառույց չկա, որ կարա իրան ասի՝ մի արա տենց բան։ Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դա աբսուրդ երևույթ է։ Ու ծառերը հատելու որոշումներ իրանք կայացնում են շատ հեշտ, էլի, ասենք, ինչ որ մեկը, չգիտեմ, ասում աստեղ գազի խողովակին է խանգարում, այն բանը Ալադին ֆիլմի մեջ, դիկտատոր ֆիլմի մեջ Ալադինը որ սենց համ։ Այդ հեշտությամբ իրանք ծառերը հատել են տալիս։ Այգում սանիտարական մաքրում, դավայ հատել բոլոր ծառերը։ Այստեղ բանը խաղահրապարակին խանգարում է, հատել բոլոր ծառերը։ Այստեղ ցանկապատին է խանգարում, ասենք որ կարելի է ցանկապատը 10 սանտիմ էս կողմ կամ այն կողմ դնել կամ այդ արանքում ուղղակի բաց թողել, հատել բոլոր ծառերը։ Վերջին 3 օրվա մեջ մենակ 2 օրվա մեջ մենակ 3 հասցեում ծառեր են հատվել բոլորը կանաչ առողջ ծառեր, մի դեպքում հենց կանաչապատումն է հատել, մյուս դեպքում իրանց իմացությամբ, մի ուրիշ դեպքում առանց իրանց իմացության բայց գործին ընթացք չեն տվել եւ այլն։ Ու ես ուզում եմ հիմա տեսնենք երկու տարբերություն, ինչու Արմեն Բեգոյանը կարող է հեշտությամբ հատել Երևանում ինչ ծառ ուզում է, որտեղ Երևանի քաղաքապետը ընտրել է քաղաքականություն, որ ինչ ուզում ես արա, ինչ ուզում ես հատի։ Հարգելի գործընկերներ, տեղեկացնեմ, որ ըստ նախագծի Կոմիտաս փողոցի բոլոր մայթերը հիմնանորոգվում են, լարերը անցկացվում են գետնի տակ, բոլոր կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինվում են, Արմեն Բեգոյան, ձեր սիրած գործը